Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մոսկվայում Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Колонна 7-го отдельного полка войск беспилотных систем, представленных различными типами беспилотных летательных аппаратов и баражирующих боеприпасов. Орлан-10, Орлан-30, Зала, Ланцет-51, Ланцет-52, Карпия и Герань. Командует колонной старший лейтенант Григорий Теплых. Все беспилотники нашли широкое и эффективное применение в зоне специальной военной операции. На Красной площади представлены новейшие 152-миллиметровые артиллерийские системы «Гиацинт-К» и «Мальва» на колесном базовом шасси, а также современные образцы реактивных систем залпового огня «Торнадо-С» и тяжелых огнеметных систем ТОС-2 «Тосочка». Возглавляет парадный строй капитан Сергей Казаков. Огневая мощь представленных образцов позволяет нанести максимальное поражение противнику. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմական Հայաստանի մեզ ուղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում Հայաստանում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու եւ այդ երջանիկ պետությունը սերունդեսերունդ փոխանցելու խնդրի վրա, ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։ Ի հեճուկս բոլոր ներքին ու արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մակարումով եւ փորձությունների դիմակայումով, ասված է ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում։ Այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների Արցախի հայաթափման, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով եւ միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով եւ նվիրվածությամբ։ Այր մեր ուղերձներս ես սուրբ երեցի ամունքով, երկեսը ակրայությունքով, երեցի կամքով, որպես երկինս և երկրի, ասաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պատիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաս մեզ ի չարեր, Սիկոյի ակրայություն և զորություն և պահ ամեն։ Այսօր Հայաստանի նախագահի եւ ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ հարգանքի տուրք են մատուցել հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաեւ Հայաստանի հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ։ Մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել, ասել է Գրիգորյանը։
Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն եւ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Մայիսի 9-ի առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի ազգային ժողովի պատգամավորներ եւ հոգեվորականներ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Դիմելով ԱՊՀ երկրների ղեկավարներին Լուկաշենկոն ընդգծել է, որ այս նշանակալի օր է, նրանք փառաբանում են բազմազգ խորհրդային ժողովրդի մեծ սխրանքը, որը զինվորների աննախադեպ հերոսության եւ հայրենի ճակատի աշխատողների անհավանական ջանքերի գնով պաշտպանեց ապագա սերունդների կյանքի եւ ազատության իրավունքը։ Սա շատ խորհրդանշական ու թանկ տոն է մեզ համար, այն պարզապես քաղաքական տոն չէ, այլ Խորհրդային Միության ժողովուրդների միասնության խորհրդանիշն է, որոնք համատեղ կարողացան հաղթել սարսափելի չարիքը։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը։ Մենք գնահատում ենք նաև դաշնակից մյուս երկրների ներդրումը, բայց իհարկե ծանրության ամենամեծ բեռն իր ուսերին հենց Խորհրդային ժողովուրդը վերցրեց։ Այս տոնը միայն մեր նախնիների հիշատակին ուղված պարտքը չէ, սա նաև անձնական տոն է մեր երկրներում գրեթե յուրաքանչյուրի համար, ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով, որ հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում երկրորդ համաշխարհային պատերազմի հայ եւ ամերիկացի հերոսներին։ Այսօր հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում երկրորդ համաշխարհային պատերազմի հայ եւ ամերիկացի հերոսներին նրանց խիզախության ու զոհաբերության համար, ասված է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը փորձել եւ փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ ամբողջ հետխորհրդային տարածքից, հարցազրույցում ասել է Կոստանտին Զատուլինը։ Ուղղակի հիմա Բախտիանիվը գուցե ժամանակավորապես փոխել է այդ ծրագրերը եւ դանդաղեցրել դրանք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների որոշակի բարելավման պատճառով։ Անշուշտ դա որոշակի դժվարություն է ստեղծում Փաշինյանի համար, բայց միաժամանակ համոզված եմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին ամենամեծ վնասը պատճառած մարդն է, անկախ Հայաստանի ամբողջ գոյության ընթացքում եւ գուցե բոլոր ժամանակներում, ասել է Զատուլինը։ Հայտնի է Հռոմի նոր պապի անունը։ Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել է Լեո 14-ի անունը։ Հռոմի նոր պապի իսկական անունը Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստ է։ Նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում, ունի մաթեմատիկական կրթություն, ձեռնադրվել է քահանա 1982 թվականին։ Նա վերադարձել է նահանգներ 90-ականների վերջին եւ շուտով դարձել Ավգուստինյան օրդերի գլխավոր պրիորը։ 2025-ի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալի եպիսկոպոսի աստիճանի, պատմության մեջ առաջին պապն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում վերադարձնել բռնի տեղահանված եւ Ռուսաստան արտաքսված ուկրաինացի երեխաներին։ Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանի գործողությունների կտրուկ դատապարտում, որոնք ըստ падգամավորների ուկրաինական ինքնության ոչնչացմանն ուղղված ցեղասպան ռազմավարության մաս են կազմում։ Բանաձևում խոսվում է նաեւ գործողություններում Բելարուսի ռեժիմի մասնակցության մասին։ Ուկրաինացի երեխաների բռնի տեղահանումն ու արտաքսումը, նրանց ապօրինի որդեգրումը, սպանությունների բռնի ռուսացումն ու ռազմականացումը պետք է դադարեցվեն, ընդգծվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ զրույցի մանրամասները։ Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին, այդքան անհրաժեշտ Ամերիկայի աջակցության եւ Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված վիճակը, քննարկեցինք նաեւ դիվանագիտական ջանքերը։ Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական ու երկարատև հրադադարի հաստատումը գոնե 30 օրով։ Դա կարող է մեծ հնարավորություն բացել դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի, հենց այս պահից սկսած առնվազն 30 օր լռություն, բայց այն պետք է լինի իրական, ոչ մի հրթիռային կամ անօդաչու հարձակում, ոչ մի հարյուրավոր գրոհներ ճակատում, ասել է Զելենսկին։
Միացյալ Թագավորությունը եւ Ամերիկան համաձայնության են եկել առևտրի գործարքի շուրջ, վերացվում է ավտոմեքենաների, ալյումինի եւ պողպատի վրա Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մի մասը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ այս գործարքը կփրկի հազարավոր բրիտանական աշխատատեղեր։ Ամերիկան համաձայնել է զրոյացնել բրիտանական պողպատի ալյումինի 25%-ի մաքսատուրքը կենսական նշանակություն տալով պողպատի արդյունաբերությանը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին առաջին անգամ հանդես է եկել հրապարակային մեկնաբանություններով։ Նա կոչ է արել պահպանել շարունակական զգոնություն։ Հինգշաբթի օրը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Մոդին ընդգծել է ներքին համակարգվածության եւ դիմակայունության կարեւորությունը։ Կարիճները զավթել են բրազիլիական քաղաքները, զգուշացրել են հետազոտողները իրենց հոդվածում, որում նշվում է, որ սրընթաց ուրբանիզացիան եւ կլիմայի փոփոխությունը հանգեցնում են խայթոցների ենթարկվող մարդկանց թվի աճի։ Բրազիլիայի ծանուցման ենթակա հիվանդությունների տեղեկատվական համակարգի տվյալներով 2014-ից 23 թվականներին խայթոցի ավելի քան 1.1 միլիոն դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ հետազոտողները կանխատեսում են 25-ից 33 թվականներին կարիճների խայթոցների 2 միլիոն նոր դեպք։ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին, ապահովելով անվտանգ եւ հարմարավետ երթևեկություն երևանցիների համար։ Այս մասին Facebook-յան էջում գրել է քաղաքապետ Ավինյանը։